Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր կխոսենք Ռուբեն Ռուբենյանի մասին, Նիկոլ Փաշինյանի մասին, Վահագն Ալեքսանյանի մասին, Արամ Սարգսյանի մասին, Գևորգ Պապոյանի մասին, Սուրեն Պապիկյանի մասին։ Վերջում կանդրադառնամ մի իրադարձության, որ խոսելու եմ Վանո Սիրադեղյանի մասին, ինչի համար քիչ անց մի քիչ ուշ դուք կտեսնեք ինչի համար եմ այս ամենը ասում։ Սիրելի բարեկամներ, հիմա տեսնենք այս տեսահոլովակը, այնուհետև արձագանքեմ Ռուբեն Ռուբենյանին, խնդրեմ։ Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը ունեն հարստանալու մեկ ձև, լինել խաղաղության մեջ, չներքաշվել պատերազմներում, վերջնականապես փակել հակամարտության էջը, ունենալ բաց սահմաններ բոլոր հարևանների հետ, ունենալ հնարավորինս մեծ տրանզիտային հոսքեր մեր տարածքով։ Ռուբեն Ռուբենյան, դուք արդեն հոգնեցրիք ձեր այդ լոզունգով, ձեր կոչով, որ խաղաղություն, ամեն ինչը կապում եք խաղաղության հետ, որ խաղաղության մասին է խոսքը, որ խաղաղության մասին է խոսքը, որպեսզի հարուստ լինի ձեր բնակչությունը, Հայաստանի Հանրապետության մեր քաղաքացին, ուրեմն դրա համար պետք է ընդամենը 3 բան, 3, հիշեք դա, առաջինը տնտեսություն, երկրորդը գյուղատնտեսություն եւ երրորդը չլինի կոռուպցիա, կաշառակերություն։ Եթե կա կաշառակերություն, ինչ ուզում ես, բայց ուզում ես սահմանները հիմա բոլորը ամբողջովին բաց, բայց եթե կա երկրի մեջ կաշառակերություն, ուրեմն լինում է թալանը ավելի բարձր մասշտաբների։ Պետք է սկսել արմատախիլ անել կաշառակերությունը, որը որ դուք խոսք տվեցիք եւ նաեւ ձեր վարչապետ կոչեցյալ ասեց, որ արմատախիլ է արել, բայց հետո ասեց ես դες բան չեմ ասել։ Չեք հավատում, խնդրեմ տեսանյութը։ Մենք եկել ենք հեղափոխությունից հետո միակ կայացած ինստիտուտը ոչնչացրել ենք Հայաստանում համակարգված կոռուպցիա։ Եվ արձանագրում ենք, որ այո, մենք այդ միջազգային վարկանիշներով մենք ահագին առաջընթաց ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք չենք կարողացել զրոյացնել կոռուպցիան։ Տեսակ, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, արմատախիլ առը, 2 տարի, 3 տարի անցնում ասում ես եմ ասել, ես բան եմ ասել, երբ եմ ասել։ Դրա համար այդ սկսելը պետք է այդ տեղից, ոչ թե սահմանները բացելով։ Երկրորդը, ժողովուրդ ջան, հիմա տեսեք ինչ է սպասվում, եթե իրենց ասած սահմանները բացվի։ Խնդրեմ այս տեսա հոլովակները։ Ընկերներ, ուշադրություն։ Այսօր Նիկոլ Փաշինյանը բացեիբաց վաճառեց Հայաստանը Ադրբեջանին եւ Թուրքիային ուղիղ ժողովրդի աչքերին նայելով։ Նա ասաց. Երևանը եւ Բաքուն տնտեսական կապեր են ստեղծում Թբիլիսիի միջնորդությամբ եւ աջակցությամբ։ Սա ոչ թե խաղաղություն է, ոչ թե դիվանագիտություն, սա պարզ դավաճանություն է։ Փաշինյանը նստում է Վրաստանում, ժպտում է, ձեռք է սեղմում եւ շնորհակալություն հայտնում Թբիլիսիին, որ օգնում է իրեն բացել դարպասները թշնամու առջև։ Ինչ է սպասվում մեզ։ Հայաստանը կոկորցնում է վերջին անկախությունը։ Այսպես կոչված տնտեսական կապերը դա մուտք է թուրք-ադրբեջանական կապիտալի համար։ Նրանք կգնեն մեր հողերը, ճանապարհները, գործարանները, բիզնեսները։ Թուրքիան Ադրբեջանի ձեռքով կվերահսկի միջանցքներով կվերահսկի միջանցքները, իսկ մենք կդառնանք պարզապես անցուղի, վասալ պետություն, գաղութ։ Նա մոռացել է Արցախի կորուստը, մոռացել է հալե հազարավոր զոհերը, մոռացել է թե ինչպես Ալիևը եւ Էրդողանը խլեցին մեր հայրենիքի գտորները։ Ոչ, նա չի մոռացել։ Նա գիտակցաբար վաճառում է մնացած ամեն ինչ, ժպիտների, խոստումների եւ ձեռքսերմումների դիմաց։ Սա խաղաղություն չէ, սա դավաճանություն ունե ազգի նկատմամբ։ Փաշինյանը առաջնորդ չէ, նա Ալիևի եւ Էրդողանի տիկնիկն է։ Մինչ նա խոսում է տնտեսական համագործակցության մասին, Հայաստանը կորցնում է իր ինքնությունը, իր ապագան, իր արժանապատվությունը։ Մենք չպետք է լռենք, պետք է կանգնեցնենք սա, մինչև ուշ չէ, մինչև մեզ վերջնականապես չդարձրին գաղութ եւ չմոռացանք թե ովքեր ենք մենք։ Դուք դեռ հավատում եք Փաշինյանին, թե ժամանակն է արթնանալ։ Չափկային պատի ինչ անի, կամ համարակ ինչ անի։ Շնորհակալություն։ Եվ ուրիշ բան։ Հա? Ժամանակն է,
Հիմա դու նայ կամ բանկասեմ։ Չէ, մի դես ուտես բանասը։ Արա ինչը չէ, կայները կստե լոլո է կարտը որին չարա։ Ով մնամա թող ունեմ կողմա, թող։ Ներողություն, մի հարց տես, եթե Ձեր հիմնական մտավախությունը ո՞րն է։ Այսինքն դուք ինչ մտավախություն ունեք, սա անում են ինչ որ խրթին ցանկություններ ունեն։ Երևի էլի չգիտեմ, հեսա 2 տարի է եթե գալիս են ինչ-որ մտադրություն, երևի թուրքական ինչ-որ կամպանիայի հետ պայմանագիր ունեն, չեմ ուղի են սարքեն, ինչպես Վրաստանում են թուրքերը սարքեն, այնպես էլ ուզում են երևի Սևանում սարքեն, կամ էլ իրանք ուզում են ժողովրդին անեն, ուրիշ իրանք տեղավորեն մնացածին։ Այդքան բան ես կարամ ասեմ։ Ես որպես առաջ ազգային պարկի աշխատող մեզի շատ էին եղել, էլի հանգարց մեկը մի հատ շինարարություն էր անում, նախարարու, փոխնախարարու նկարում էին ուղղar, մեզ ինչ եք թողում, ես ինչ եք անում, որ ասում ենք դե մարդ է, մենք ուզում բարեկարգի, ասում ենք մրջունների բուն ենք հանդեմ, ծիծեղնակների բուն ենք հանդեմ, ես են անեմ, են անեմ, հիմա այդ մրջուններն ու բաները երևի դուրս են վերացել են, գնացել են, չեն թողում այդ մրջունները գոնե հանգիստ զագառեն թունեն, մենք ջանդամ։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ տարածքները իրականում կառնեն ձեր ձեռքից եւ հետո հնարավոր է տան իրենց սրտի օլիգարխ։ Դել են, էլ ինչ առնեն այս ձեր ցավը տանեմ, էլի մարքետան նոր ասեցին, էլի պայմանագիրները ումը վերջացել է, չեն ուզում ավելացնեն։ Մեկը կամ էլ են թվեր են տրել մարդկանց վրան։ Տնտեսվարող կա տարեկան 18 միլիոն դրամ, էլ դոլարային որ ասեք, հաշվեք, տեսնեք ինչ թվեր է։ Դի որտեղից է տուն ու տեղել ծախի այդ մի տարվա վճարը չի կարամ ուծի։ Եկել են էստեղ լոլո են կարտում։ Քանի կար իմ ժամանակ որ ես աշխատում էի, վերևով էր այդ ջեմ ուղին, ճանապարհի բերանով էր գնում, դրանից հետո չեմ ինչ փոխվավ, ինչ չփոխվավ չեմ իմանամ։ Հիմա բերեցին արդեն են սարքել, որ բոլոր տարածքների մեջտեղով է գնում, ասենք դե որ տարածքի մեջտեղով էլ գնաց, արդեն մարդիկը չեն կարող աշխատել իզուր է, էլի։ Դուք կարծում եք, որ կա վերևից քաղաքական հրահանգ եւ որոշում, սա միևնույնն է անելու է։ Ինչ քաղաքական հրահանգ, այդ ով է հիմա բոլոր նախարարություններում են գիտակ մարդկանց հանել են, են անգրագետներին բերեն մցրել են նախարարություն աշխատանքի, ով ինչ ասում է վերևից կամ ցույց է տալիս, աղա առնում վազնում են, դել առած մտածել ինչ ասել, ինչ կարելի է ուտել, կարելի է լսել, չես էլ հասկանում ինչ է կատարվում։ Տեսակ, ժողովուրդ ջան, հիմա Սևանում թուրքերը սկսում են եսի մինչեր կառուցել, ժողովուրդը համացանցերում կա, Արթուր Ֆարմանյանը չի նկարել այդ տեսահոլովակները։ Եվ ձեզ ասեմ սիրելի մեր գյուղացիներ, մեր գյուղի ժողովուրդ, մեր ռայոնների ժողովուրդ, եթե սրանք մտածել են, բայց իրանք մտածել են, որ բացեն սահմանները եւ գյուղ մթերքը գա մտնի Հայաստանի Հանրապետություն, դուք մատնվելու եք սովի։ Այդ ժամանակ խաղությունը լի կապ չունի, սով է լինելու գյուղացու տանը, քանի որ այն լոլիկները, պամիդորները, որ մտան Հայաստանի Հանրապետություն, դուք չեք կարողանալու իրենց հետ մրցակցեք։ Ենթադրենք, եթե իրենք պայմանական ծախելու են 100 դրամով լոլիկը, իսկ ձեր վրա նստում է 300 դրամ, դուք չեք կարողանալու 100 դրամով վաճառեք, որպեսզի լինեք մրցունաընդունակ։ Էլեմենտար բան։ Եվ այս սրանց այդ բացած սահմանները անմիջապես խփելու է մեր գյուղացու գրպանին։ Իրանց սիրուն խոսալու մի նայեք։ Իրենք խաղաղություն բառը ասում են, հա, ճիշտ է, խաղաղությունը շատ լավ բան է, ժողովուրդ ջան, բայց գին գոյություն ունի խաղաղության։ Եթե այդ խաղաղության գնով դուք եւ ձեր երեխաները, ձեր տարեց ծնողները, ձեր թոռնիկները պետք է մատնվեք սովի, ինչ խաղաղություն։ Այսինքն, եթե պատերազմ կամ միանգամից ես կոտորում, սենց կամացից սովամահ ես լինում։ Տարբերությունը ո՞րն է։ Եթե վերջավորությունը մահ է, լավ չի մա դաստոյնի ձևով մեռնես, քանց թե սովամահ լինես, ստորացված կարգավիճակով։ Հիմա Արամ Սարգսյան, խնդրեմ այս 3 տեսահոլովակը Արամ Սարգսյանի վերաբերյալ։ Հայաստանը դառնալու է աշխարհի M6-րդ երկիրը, որտեղ կիսաղորդիչներ են արտադրվում։ Այս բերելու է Հայաստանի թռիչքային աճի, տնտեսության թռիչքային աճի, այս արդեն Սաթիկ Տոտայի ՀԴՄ կտրոնը չի։
որ այդաս վզին նստես, ասես ես մեկը ինչի չխփեցի, չնայած ես կողմ եմ որ խփի։ Այս լրիվ ուրիշ որակ է, որ այս Հայաստանի 6-ից 8 միլիարդանոց բյուջեն կարող է դառնալ 200 միլիոնանոց բյուջեի։ 200 միլիարդանոց բյուջեի։ Իսկ 200 միլիարդի պարագայում ոչ մի Ալիև անկլավներից քո հետ չի խոսելու։ Ոչ մեկը չի խոսելու արևմտյան ատրպատականից։ Դու արդեն լրիվ ուրիշ հարաբերությունների դաշտում ես։ Իսրայելը 204 միլիարդ բյուջե ունի։ Նայեք Իսրայելը իր հարևանների հետ ոնց է շփվում։ Եգիպտոսի նման ահռելի երկիր իր կողքին, տեսեք ոնց է շփվում։ Ես այս կարգի սխեմաներ ու ծրագրեր եմ դնում իմ առաջ։ Հիմի այս ծրագրերի առումով երիտասարդությունը ինչ ճանաչում է, թե չէ, ընտրում է, թե չէ, այդ իր խնդիրն է։ Այդ իր խնդիրն է։ Թող ընտրի նրան, ով իրեն ասում է, գիտես ինչ, ես կգամ ու քո վարձը կփակեմ։ Ու ինքը ինչ ապագա է ունենալու։ Ես ուրիշ ապագա եմ ուզում կերտել այդ երիտասարդության համար։ Լրիվ ուրիշ ապագա է այս երկրի համար։ Ես ուզում եմ, որ մենք կարողանանք զգուշավոր, բայց ռադիկալ քայլեր անել։ Այն ձեռքը, որ մեկնած է մեզ այսօր, այդ մեկնած ձեռքի հնարավորություններից մաքսիմալ օգտվել, ոչ թե գնալ այն հինը, 94 թվինով խանգարեց, չխանգարեց, ով էր առաջարկողը, չառաջարկողը, ով է գողացել, ով է թալանել, ով է ասուն լավ հավատում, ով է ասուն քիչ հավատում, այս բաները։ Ես այս դաշտում չկամ, դրա համար ինձ չեն ճանաչի այդ մարդիկ։ Որտեվ ես ուրիշ բաներից եմ խոսում, իսկ այդ ուրիշ բաներում իրենք չեն ուզում մտնեն խորանան։ Իրենք ուզում են տեսնեն, թե ես ինչ սեփականություն ունեմ, հարուստ եմ, աղքատ եմ, մազերս երկար եմ, կտրում կարճ, մատանին կարմիր է, թե կապու, տես է իրենց հետաքրքրում։ Ու շատ տխուր է, որ էս է հետաքրքրում։ Ես ուզում եմ, որ 20 տարի հետո սերնդին ուրիշ բան հետաքրքրի։ Հաղթանակը համարում եմ, որ 21-րդ Հայաստանը մտնի 21-րդ դար, դառնա 21-րդ դարի մաս, որ այն մարդով, նաև Սուսուլիկի պապիկն է, լրիվ վստահ լինի, որ իր զավակները, իր թոռնիկները չեն ունենալու այն պրոբլեմը, ինչը մենք ենք ունեցել, եւ ապրելու են ավելի ազատ, բաց աշխարհում։ Համարում ենք, որ խորհրդարանական համակարգում կոալիցիա կազմելը, համարում ենք կողմնակից լինել, ես Փաշինյանի կողմնակից չեմ։ Ով է ասում է, ինքը մանիպուլյացնում է։ Ինչ վերաբերվում է այն նրան, մենք ինչքանով ես ընտրություններում, կամ իրենք ինչու են մեզ հաշվում, կամ մեզ չեն հաշվում, դուք էլ որ ուշադիր հետևում եք, որտեղ իրենք էլ համարում են, որ իրենք արևմտյան թևի կողմնակիցների հետ 50% ընդհանրություններ ունեն, իսկ ռուսական թևի հետ իրենց ընդհանրությունները 20% են։ Հետևաբար ում հետ 50% են, այսինքն, երբ որ Փաշինյանն ասում է ընդդիմություն, ինքը Արամ Սարգսյանին հաշվի չի առնում որպես ընդդիմություն։ Որտեւ Արամ Սարգսյանի հետ 50% համընկնող կողմեր ունի։ Որտեւ եթե կոալիցիա կազմելու խնդիր առաջանա ազգային ժողովում, ու մենք այդ ազգային ժողովում լինենք, իսկ մենք հաստատ լինելու ենք այդ ազգային ժողովում, ու մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ, որտեվ ինքը չի կարող ռուսական թևի հետ կոալիցիա կազմել, որտեվ այնտեղ տարբերությունը շատ ավելի մեծ է, երկրորդ նրանք որևէ պարագայում իր հետ կոալիցիա չեն կազմի, իսկ ես միանշանակ կկազմեմ, որպեսզի այն ռուսականները, որոնց հետ իմ համընկնումը 0 է, իրենց էլ իմ հետ համընկնելը 0 է, իրար հետ կոալիցիա կազմելու տարբերակ չունենք։ Արամ Սարգսյան, այս ինչեր եք ասում, այս ինչեր եք խոսում, այս ինչ ձև եք խոսում։ Հիմա հերթով պատասխանեմ ձեզ։ Այդ միկրոսխեմաները, որ դուք ասում եք, Արամ Սարգսյան, հեսա քիչ անց կտեղադրեմ տեսահոլովակը եւ ձեզ կասեմ, որը որից հետո է։ Դրանք կանրադառնանք վերջում։ Արամ Սարգսյան, բայց դուք երբ չեք եղել Նիկոլի հետ, որ հիմա դուք էս եք անում, են եք անում, ես կոալիցիա կազմեմ, նախ դուք ձեր ծոծրակը կտենաք, դուք ազգային ժողով չեք տենա, դա ձեզ հստակ ասում եմ 100%-անոց։ Քաղաքապետարանի օրինակը, որ դուք բերում եք Արամ Սարգսյան, այն ժամանակ չենք եղել մենք, եւ ժողովուրդը այլ ընտրանք չի ունեցել, դա երկուս։ Երրորդ հերթին ձեր ամերիկյան ջհուդական ծրագիրը չի անցնելու։ Արամ Սարգսյան, այս կողմ եք տանում ժողովրդին։ Es ist so furchtbar. Es kommt lieber mehr Details raus.
Ժողովուրդ ջան, տեսեք ինչ է կամենում Արամ Սարգսյանը մեր հայ ազգին։ Սրանք են ձեր բարեկամները, սա է ձեր դեմոկրատիան, Արամ Սարգսյան։ Էսեք կամենում հայ ազգին։ Նաև որ դուք ասում եք ռուսական կողմը, էս ինչ թատրոն եք խաղում։ Դուք Նիկոլին ասում եք, որ մենք նույն ձև ենք մտածում, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ Ռուսաստանը իրեն բարեկամն է, ի տարբերություն մեզ։ Մենք մինչև այսօր պահանջում ենք Ռուսաստանի պետությունից բացատրություններ, թե ինչու նա այդպես վարվեց հայ ազգի հետ։ Մենք էլ ոչ Ամերիկայից ենք, ոչ էլ ռուսներից ենք, մենք ճշմարտություն ենք պահանջում, լինելով կոմունիստ, քանի որ կոմունիստները դրանք արդար մարդիկ են, ի տարբերություն ձեզ, Արամ Սարգսյան, որ դուք ձեր ավագ եղբայրներով, քաղաքական պապաներով 88 թվականին ժողովրդին խաբեցիք, մերժեցիք, այդպես ասած Ղարաբաղ կոմիտեով խառնեցիք պետությունը, քանդեցիք, այնուհետև վերածեցիք 36 տարվա թալանի, մենք դա չենք մոռացել։ Ինչպես ասում են ձեր բարեկամ Նիկոլ Փաշինյանը իրեն բարեկամ Իլհամ Ալիևի հետ, ռևանշիստներ, մեր ռևանշը սկսելու է ձեզանից, նախկին Ղարաբաղ կոմիտեի անդամներից եւ նրանց հետևորդներից։ Մենք դեռ կվերադառնանք 1988 թվականին, դուք ինչ եք ունեցել, սեփական ոչիլ ունեցել եք, թե չէ, ցեմենտի գործարանը եւ այլն եւ այլն։ Բոլորին 4 կառավարություններին ես օֆիցիալ խոսք եմ տալի, որ մենք հայ ուժերը, հայն է գալու իշխանություն իր սեփական երկրում, մենք ստուգելու ենք ձեր բոլորի եկամուտները, թե դուք ինչպես եք պատահել, որ Հայաստանի Հանրապետությունում հարստացել եք, անգամ այն մութ եւ ցուրտ տարիներին։ Իսկ ինչ վերաբերվում է այդ միկրոսխեմաներին, հիմա ապացուցեմ, սիրելի բարեկամներ, որպեսզի նրանք չասեն, որ դες բան չկա, խնդրեմ, արխիվ գոյություն ունի։ ԽՍՀՄ Սիլիկոնյան հովիտը, այսպես էին անվանում Հայաստանը եւ դա չափազանցություն չէր։ Գիտեիք, որ Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնիկայի 30%-ը ստեղծվում էր հենց այստեղ։ Ամենից սկսվեց 28-ամյա հանճարից, Սերգեյ Մերգելյանից, ով հիմնեց լեգենդար ինստիտուտը։ Մինչ աշխարհում համակարգիչները զբաղեցնում էին մի ամբողջ սենյակ, հայ ինժեներները ստեղծեցին Նայրին, կոմպակտ եւ հզոր մի մեքենա, որը կարելի էր համարել ժամանակի Apple-ը։ Այստեղ էին գծվում տիեզերական թռիչքների եւ համակարգերի ուղեղները։ Ցավոք 90-ականներին այդ հսկան փլուզվեց։ Ինչ եք կարծում, Հայաստանը կարող է նորից դառնալ տեխնոլոգիական գերտերություն։ Գրեք մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք։ Տեսակ, Արամ Սարգսյան, բայց ամենը մենք ունեցել ենք։ Ինչի թալեցիք այս պետությունը, որ հիմա հասա ժողովրդի աշկերին թոզ եք փչում, որ դա կլինի, մենք կսարքենք, դուք չեք պատկերացնում ինչ կլինի։ Նախ էդի սարքելու համար չեն, այս ումից եմ նեղանում, Արամ Սարգսյան, եթե դուք մինչև այսօր չգիտեք, որ դուք 21-րդ դարում եք։ Տեսակ, չէ՞ ժողովուրդ ջան, ինչ ասում են մենք ուզում ենք, որ 21-րդ դար մտնենք։ 2000 թվից արդեն 21-րդ դարն է, Արամ Սարգսյան։ Զարթնեք, թե դուք հələ 20-րդ դարում եք։ Դե իհարկե, գլխներից վեր այդ կան գումարներ թալանված ընկելա, շոկի մեջ եք, անգամ արդեն տարեթվերը, դարերը, սա խառնել եք իրար։ Ես էլ կոալիցիա կկազմեմ։ Նիկոլ Փաշինյանը անցավ, դուք եք կոալիցիա կազմեցիք։ Ճիշտ է, դուք կոալիցիա կազմեք գաղութում իրար հետ, հարևան կամերներում։ Եթե խախտել եք օրենքը, իսկ ես գիտեմ, որ դուք խախտել եք օրենքը, Արամ Սարգսյան։ Հիմա Վահագն Ալեքսանյան, Գևորգ Պապոյան, ժողովուրդ ջան, տեսնենք ինչ են ասում իրենք, խնդրեմ։ Սիրելի հայրենակիցներ, մի հուզիչ ու գեղեցիկ պատմության մասին եմ ուզում ձեզ այսօր պատմել, որը ինձ պատմել է ֆինանսների փոխնախարար պարոն Արմանը Պողոսյան։ Պարոն Պողոսյանը օրեր առաջ ներկա է եղել այդ դեպքին, տեսել է։ Դեպքը տեղի ունեցել Հանրապետություն փողոցում գտնվող դեղատներից մեկում։ Մեր սիրելի պապիկներից մեկը պոլիկլինիկայից գալուց ներկայացրել է դեղերի ցանկը, որ նշանակել են իրեն, եւ երբ որ ասել են, որ ամբողջ ծավալը
տվյալը 30,000 դրամ է, մեր սիրելի պապիկը ըստ էության չի իմացել ապահովագրության մասին եւ իր պլանավորածից էլ երևի թե շատ է եղել վճարած գումարը եւ փորձել է դեղերի մի մասը հետ վերադարձնել, սակայն դեղատան աշխատակիցը նշել է, որ հետ վերադարձնելու կարիք չկա, որովհետեւ պետությունը ամբողջությամբ վճարում է մեր սիրելի պապիկի փոխարեն դեղերի եւ պապիկը ասել է իսկ հաջորդ անգամ էլ կարող եմ այդ նույն եթե նշանակեն էլի ստանամ, նորից պատասխանել է, որ այո, հաջորդ անգամ էլ կարող է եւ այդտեղ մեր սիրելի պապիկը ով անակնկալի է եկել ուղակի հուզվել է եւ այս պատմությունը պատմեմ նրա համար, որ այս պատմությունը մեզ ուժ է տալիս ել ավելի լավ աշխատելու եւ այս նման պատմություններն են, որ մեզ հավատացնում են, որ մենք ինչ որ անում ենք ճիշտ ենք անում եւ ուզեցա այս պատմությամբ կիսվել ձեր հետ։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Հրապարակում թոշակառուների հանրահավաքներ։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակներ 2000 թվականն ասա, 2000 թոշակներ 4000 ռուբլա եւ այսօր չունի մուտելու փող։ Դենքեն ին թոշակը պահես կան ժամանակ 3000-ից 4000 դրամ է տալիս։ Գալիս են 10-ից 15000 փող են ուզում։ 100 կիլովատ ասում են 2500 դրամ Մորդիստան։ Այդ օրը օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարեց, որ թատերաշրջանի բացումը հետաձգվում է։ Պատճառը դարձյալ սոցիալական էր։ Արվեստագետներն ամիսներով չէին ստացել 12-13000 դրամի աշխատավարձերը։ Պարոն Մինասյան, այս ձեր կառավարման թվերն է, ձեր ուժեղ, տենց այդ խառը առաջնորդների կառավարման թվերն է 2000 թվականի, որ այս պապիկները եկել են ստեղ, բողոքում են, ասում են, մեզ 4 ամիսա թոշակ չեք տվել։ Այդ որ տենց մտածբախ խոսում եք, այս մարդկանցից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Վահագն Ալեքսանյան, ես գիտեմ, որ դուք միշտ աջակցում եք ինձ եւ լավ տեսահոլովակներ եք տեղադրում։ Դուք ուղղակի միշտ ասել եմ եւ ասում եմ, դուք բաց եք թողնում ձեր պահը։ Իրենք արել են, այդ լավ է, որ դուք գիտակցում եք, որ ինչ ձև են վարվել մինչև ձեր իշխանության գալը, բայց ինչպես դուք եք վարվում, դուք դրա մասին, չգիտեմ ինչու լռում եք։ Իսկ Գևորգ Պապոյան ասում է, մի հատ հատված եղավ, դեղատանը, տեղակալը, եթե տես բան եղած լինի, սիրելի ժողովուրդ, սրանք ջեբերից հանում են իրենց հեռախոսները եւ նկարում են։ Դա եւս իրենց բարբառով ասեմ, լկտի սուտ է։ Իսկ եթե դուք Գևորգ Պապոյան, ինչպես եմ սիրելի մեր պապիկներից մեկը, եթե դուք ուզում եք իմանալ սիրելի ձեր պապիկներից մեկը կամ մեր տարեց մարդիկ Վահագն Ալեքսանյան եւ Գևորգ Պապոյան ինչպես են ապրում, ապա ես ժամանակ կտրամադրեմ ձեզ եւ հրավիրում եմ միասին քայլենք Երևանի ռայոնների փողոցներով եւ այցելություն կատարենք մեր տարեց մարդկանց, տատիկ եւ պապիկներին, մեր ավակ եղբայր եւ քույրերին։ Թող իրենք ձեզ ասեն։ Ընդունեք հրավերքս, մեծ հաճույքով ձեզ հետ կքայլեմ։ Ուզում եք դեղատաների մոտ սպասենք Հայաստանի Հանրապետության եւ տեսնենք այդ վերաբերմունքը։ Անկամ դուք ռեսուրս ունեք, զանգեք դեղատանը զգուշացնեք, բայց մարդը կմտնի քելի, հետո իրեն կարծիքը կասի։ Ես ում եք խափում, ասում եմ, ասել եմ եւ ասելու եմ, ձեր էփած, թալանի, խափեպայության ճաշը այս ժողովրդին դուք կերցել եք մեկ անգամ։ Երկրորդ անգամ չի ստացվելու, քանի որ մեր ազգը միամիտ ազգ է, հավատացող ազգ է, բայց հիմար չի, հասկացեք, հիմար չի հայ մարդը, հայ ժողովուրդը հիմար չի, որ դուք ուզում եք հիմարի տեղ դնեք, չի անցնելու, ձեր կուսակից ընկերներին էլ ասեք, դուք պրծած եք, ուզում եք կուլտուրական, ուզում եք ժողովրդական բառեր, դուք խփված լոջիկ եք, դուք կրակած փամփուշտ եք, դուք, ինչպես կասեր տատիկս, մարած օբլիգացի եք, պրծել եք, ինչ խաղեր ուզում եք տվեք ձեր պետական ռեսուրսներով, ձեր բարեկամ Թուրքիայով, ձեր բարեկամ Ադրբեջանով, ձեր բարեկամ Ռուսաստանով, Ամերիկայով, սաղ աշխարհով, հայ ազգի դեմը խաղ չկա։ Հայ ազգը զարթնել է եւ անհամբեր սպասում է հունիսի 7-ին։ Ասում եմ, որ դուք իմանաք, իշխանության Հայաստանի Հանրապետության մեջ գալու են հայերը, Արթուր Ֆարմանյանը չէ, մեկ անգամ եւս ասեմ, ես չկամ ցուցակների մեջ անգամ, բայց գալու են հայերը եւ հայը ասելու է իրեն հայկական խոսքը եւ վերջնական խոսքը եւ կառուցելու են հունիսի 8-ից սկսած ներառյալ հզոր պետություն։
առանց Լևոն, առանց Քոչարյան, առանց Սերժ, առանց Նիկոլ Հայաստան, հայկական Հայաստան, հայկական, իրեն մասից լեռով, իրեն ցեղասպանությունը պահանջող, իրեն Արցախի համար պայքարող, Արցախի ժողովրդին վերադարձնող այդ ուժերն են գալու իշխանության։ Իսկ Արամ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, դուք գնում եք պատմության արկղը ու եղելի ռուսերեն ասած։ Ժողովուրդ ջան, հիմա Սուրեն Պապիկյան, խնդրեմ այս տեսահոլովակը։ Բարև ձեզ։ Այսօր կխոսենք մասնագիտական կողմնորոշման մասին եւ ես կփորձեմ մեր աղջիկներին եւ տղաներին, ինչպես նաեւ նրանց ծնողներին համոզել, որպեսզի նրանք որոշում ընդունեն եւ դառնան զինվորական։ Սուրեն Պապիկյան, բազմաթիվ անգամ ձեզ ասել եմ, որ դուք անգամ մանկավարժ չեք, դուք դասատու եք։ Ինչպես այս տեսահոլովակում դասատուի պես նստել եք եւ ասում եք փորձեմ համոզեմ։ Պապիկյան, Սուրեն, համոզել պետք չի երիտասարդությանը։ Ուրեմն զինված ուժերում, եթե դուք չգիտեք, ծառայում են երկու կատեգորիայի մարդիկ։ Առաջինը Ա. հայրենասեր եւ համազգեստը սիրող մարդիկ, ովքեր սիրում են այդ ծառայությունը, դա սեր է, անբացատրելի, դուք չեք կարող հասկանալ, բայց ես որ այդ համազգեստը հագել եմ ժամանակին, ես գիտեմ դա ինչ սեր է եւ ինչ զգացմունքները երիտասարդ տարիներին, որ անբացատրելի մի զգացմունք է քո սրտի խորքում։ Իսկ երկրորդը դա բարեկեցիկ լավ պայմաններն են, որ պետք է առաջարկվի երիտասարդությանը, թե աղջիկներին, թե տղաներին։ Երբ որ դուք կարողանաք այդ լավ պայմանները ստեղծեք, պետք չի համոզել, երիտասարդությունը ինքը կձգտի, որպեսզի գա սովորի ռազմական ուսումնական հաստատություններում, այնուհետև կոնտրակտ գրի եւ ծառայի զինված ուժերում։ Բայց դուք դա չեք անում, գիտեք ինչի համար չեք անում, քանի որ դուք քայքայում եք Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Դուք հեղինակազրկում եք Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Հիմա դրել եք համոզում եք, ինչ է նշանակում համոզում եք։ Եթե դուք ասում եք համոզում ենք, արդեն երիտասարդությունը ասում է, եթե այս մարդիկ համոզում են, ուրեմն ստե մի բան այն չի։ Իսկ մեր ժամանակները, երբ որ ես էի գնալու սովորելու ձեր ասած հաստատություններում ուսումնական, զինվորական, այդ ժամանակ մենք մանդատի կոմիսիա ենք անցնում, մենք դողը ջաները սպասում ենք, կարողա հանգարտ չանցնենք, մենք մտածում ենք, գիշեր չէինք քնում, մեզի համոզել պետք չէր, քանի որ թե պայմաններն էին լավ, թե սերն էր, մեջներս բխում։ Հիմա այս մարդը դրել ասում համոզեմ, փորձեմ համոզեմ, հետո համոզեցի, դալչը что։ Ժողովուրդ ջան, այս կաները Սուրեն Պապիկյանի մասին, այս մարդիկ համոզելու վրա են, այսինքն մեջները մտել է, ոնց որ 2018 թվին ժողովրդին համոզեցին, որ իրենք ժողովրդավար են, որ իրենք մեզանից մեկն են, համոզեցին, որ 3 միլիոն վարչապետ կա, հիմա էլ զինված ուժերում են, այսինքն մեջները կա, չէ, համոզել բառը։ Սուրեն Պապիկյան, մինչև հունիսի 7-ը, սպասեք, դուք էլ սպասեք, սպասեք։ Իմիջայլոց ձեզ ասեմ, մեզ մոտ ապագայում մի քանի հիմնարկներում ուսուցիչներ պետք են լինելու, որպեսզի կրթեք նորաձևը։ Մենք կասենք դուք որտեղ ուսուցում կանցկացնեք։ Ժողովուրդ ջան, հիմա տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ։ Ճիշտ ասած 3 տարի առաջ երբ հայրս մահացավ, Սարիբեկ Սուքիասյանը ինձ լուր ուղարկեց, որ մեզ էլ երբևիցե չդիմեք ոչ մի հարցով, եւ մենք իրանց չենք դիմել, որովհետեւ այդպես ասել են, իսկ Խաչատուր Սուքիասյանը
Եթե չեմ սխալվում, 10,000 կամ 20,000 դրամ ամսական Դավիթին տալիս են հացի փող, այսպես ասած, ընթացքում էլ այս տարիների ընթացքում իրենք եղել է որ դիմել են մի քանի անգամ օգնել են, բայց այնպես ստաբիլ օգնություն կամ մշտական ինչ-որ տենց բան երբևիցե չի եղել։ Նկատի ունեմ հիմա այս պահին, երբ ձեր եղբայրը վերակենդանացման բաժանմունքում։ Ոչ մեկ չի արձագանքել, միայն հասարակ ժողովուրդն է այդ գումարը հավաքել, այդ 100,000 դրամ ընդամենը։ Բայց այնուամենայնիվ հասարակ մարդիկ արձագանքել եմ այդ մարդկանց, որովհետև եթե իրանք չհավաքեին, ես ռեանիմացիայի դեղերի գումարը չի ունենա, իր ուտելիքի գումարը չի ունենա, որպեսզի իրեն հասցնեի այս երկու օրվա ընթացքում։ Ժողովուրդ ջան, այս աղջնակը Վանո Սիրադեղյանի աղջիկն է։ Իրեն եղբայրը, այսինքն Վանո Սիրադեղյանի տղան ռեանիմացիայում է, ծանր վիճակում է, տեսակ ինքներդ։ Ես չեմ ասում։ Տեսահոլովակում ամեն ինչ նկարահանված է։ Հիմա հարց Ղարաբաղ կոմիտեի անդամ է եղել Վանո Սիրադեղյանը, այսինքն իմ եւ ձեր պետությունը քանդման process-ը սկսել է Ղարաբաղ կոմիտեն, այդ թվում նաեւ Վանո Սիրադեղյանը, այսինքն եղել է իրենց ընկերը, իրենց մտերիմը։ Ես Վանո Սիրադեղյանը մինչև էդի ճանաչել եմ ընդամենը մինչև էս իրենց Ղարաբաղ կոմիտեն ծիտիկ մոտարի, քեզ տամ կորեկ ու գարի։ Բայց արի ու միտես, որ այդ կորեկն ու գարին իրենք տալիս էին ժողովրդին, համոզելով միացում Արցախի հետ, անկախություն եւ այլն, որը որ ժողովրդի լեզվով ասած կուտը տվի մենք է կերանք։ Հիմա հարց, դրա մասին չի, ինչ եղել է, մահացած մարդու մասին կամ խոսում են լավը, կամ ընդհանրապես չէ խոսում։ Հիմա հարց Լևոն Տեր-Պետրոսյան ձեզ։ Ինչու է անտերության մատնված ձեր ընկերոջ ընտանիքը։ Չէ որ դուք Նիկոլ Փաշինյանի հետ 2008 թվականին օպերայի Հայաթից հարց եք տալի, ժողովուրդ ջան, դուք վստահում եք Վանո Սիրադեղյանին, նրանք է, հա, բա ինչ ենք անում, Վանոյին շատ ենք վստահում, ուրեմն գոռանք Վանո, բա Վանոյի ընտանիքն է, Լևոն Տեր-Պետրոսյան, ձեր ընկերոջը, ձեր թիմակից, ինչպես դուք ասում եք, խի անտերության մատնված։ Նիկոլ Փաշինյան, Վանոյի անունը ձեր մինչև իշխանության գալը շատ էիք տալիս, հպարտանում էիք, բա ինչի է այս վիճակը, ինչի են ձեր օլիգարխները ընդամենը տալիս 10-20 հազար դրամ հացի փող, են օլիգարխները, ովքեր կայացան որպես օլիգարխ Վանոյի ժամանակ։ Ժողովուրդ ջան, միգուցե տեղին չի համեմատությունս, բայց բնության մեջ կան կենդանիներ, ովքեր նույն պայելաձև ունեն, իրենք եթե չեն կարում պահել իրենց սրբությունը, ինչ ժողովրդի պահելու մասին է խոսքը, իսկ մեր համար ընկերությունը, բարեկամությունը դա սրբություն է, ես չեմ կարա դավաճանեմ իմ ընկերոջը և գոռամ, որ ես սիրում եմ հայ ազգիս, չեմ կարա, եթե ես իմ ընկերոջը չեմ սիրում, չեմ հարգում, ես չեմ կարա սիրեմ ուրիշի ընկերոջը։ Մեր գաղափարով այդպես է, միգուցե սխալ եմ, չգիտեմ, բայց մենք այդպիսի դաստիարակվել ենք խորհրդային տարիներին։ Իսկ այս մարդիկ իրենց ընկերոջ ընտանիքը, տեսեք ինչ օրեն գցե, 10,000, 20,000 դրամ։ Վահագն Ալեքսանյան, տատիկ պապիկների չափ չկան այս մարդիկ, որ ասում ես 40,000 դրամով թոշակ ենք տալիս, բա ձեր քաղաքական պապայի ընկերոջ ընտանիքն է։ Դե ոչ, մետ էլ իրանց գործն է, սիրելի բարեկամներ, ինչպես է վարում, ես ուղղակի ուզում եմ իրենց երեսը, որ դուք տեսնեք, որ այս մարդիկ չունեն կարմիր գծեր, կարմիր գիծ չունեն, սրանք ունեն միայն շահ, կաս օգուտ բերում ես, քեզ օգտագործում են, չկաս, ուրեմն դու ոչ մի բան ես իրենց համար։ Հիմա ժողովուրդ ջան, տեսնենք այս երկու տեսահոլովակ։ Сегодня иранское военное руководство сделало заявление, которое заставляет, в буквальном смысле содрогнуться. Иран ударит по Димону и устроит ядерный апокалипсис, если США и Израиль продолжат свои атаки. Это заявление высшего военного иранского руководства. Наши ракеты, говорит он, готовы для финального удара по ядерному реактору в израильском Димоне.
и по всей региональной энергетике. Друзья мои, это не тот случай, когда крысу загнали в угол, и она начинает кусаться. Это случай, когда против одной суверенной страны ополчились все вокруг, весь Ближний Восток. И вы видите, как они яростно пытаются отбиваться. И это точно не финальный аккорд в этой всей истории. Они просто предупреждают, какими могут быть последствия. Наверняка они будут оттягивать этот момент до последнего, потому что это уже критическая фаза, когда совсем не остается выбора. Но они просто таким заявлением напоминают, что мы знаем, куда ударить, и у нас есть чем ударить. А дальше, как говорится, решайте сами. И что-то мне подсказывает, что если такое произойдет, Израиль прекратит свое существование, а Америка уберется восвоясь. И будут уже совсем другие переговоры. Հենց նոր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել է գրակոծների ձայների լսելու լուրը, գործընկերոջս հետ, գործընկերս խոսել է նրա հետ, լսենք թե ինչ է ասել։ Կարդացիք, պարոն Փարսյան։ Այո, կարդացի։ Ահա, հիմա որպես քաղաքապետ ձեր մեկնաբանությունը ձեր թույլտվությամբ ձայնագրեմ, որ եթե սխալ բաներ կա, մենք հրապարակենք ճիշտ լուրը տարածվի։ Երբ բազմակողմանի լինի, էլի լուրը։ Հիմա կարող եմ հարց ուղղել արդեն։ Պարոն Փարսյան, խնդրում եմ կասեք, ինչ գրակոծների ու ինչ ձայների մասին են խոսում կապանցիները եւ ինչ հասկանանք, ինչ է կատարվում կապանը։ Ոչինչ չի կատարում, հստակեցնում որ կապանում եւ կապանի սահմաններին գրակոծներ չկան։ Ձայներ լսվում են Իրանի կողմից։ Այսօր լսվել են Իրանի կողմից։ Այսինքն այսքանն է, բոլոր ձայները հենց Իրանի սահմանից են գալիս։ Իրանի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից են ձայներ լսվել։ Իսկ կովսականը։ Ու ճիշտ ասած, ձայները լսելի են սկսել դառնալ հենց Իրանում ռազմական գործողություններ սկսելու օրվանից։ Իսկ կովսականից եկող ձայները։ Որովհետև կապանցիները մեծ դրույթում ասացին, որ կովսականից էլ են ձայներ լսում։ Դա հստակ չէ։ Լավ։ Ուրեմն Կապանում, ինչպես մեզ հասած նաև տեղեկություններն իրոք կրակում են։ Նիկոլ Փաշինյան ուր է խաղաղությունը։ Այդ որ Արտուր Ֆարմանյանը եւ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը անընդմեջ ասում է, որ այդ պատերազմը իրանական իսլամական պետության դեմ, որ ջհուդներն ու ամերիկացիները սկսել են, դա ուշտեշուտ գալու է մեր դուռը, բոլորդ քար լռություն։ Չեմ ասում ինչ եք ուտում։ Կերել եք, բարի ախոժակ։ Բայց որ ձեզ զգուշացնում են խելոք մարդիկ, գոնե լսեք, գիտեմ որ չեք անում, կամ էլ անում եք ինադու, Նիկոլ Փաշինյան։ Իսկ երկրորդ տեսահոլովակը, էդի որ ասում է սահմաններից ընդհանրապես մարդու գաղափարի մեջ չի տեղավորում, ԱԱԾ-ի շենքի վրա նետում են մոլոտովի կոկտեյլը։ Դե բնական է, որ դուք Հայաստանի Հանրապետությունը սարքել եք Չիկագո 30-ական թվականներից, բազմաթիվ անգամ եմ դրա մասին ասել, դուք էլ կերպարը ընդունել եք գանգստերի ցիլինդրով, պարոն Նիկոլ Փաշինյան, եւ մտածում եք դուք 30-ական թվերում Չիկագոյում եք, Նիկոլ Փաշինյան։ Ես այն պարոն Շամշյանին էլ չեմ նայում, քանի որ հեն Շամշյանին տեսնում եմ համացանցերում, գիտեմ որ հեսա ըստ է գյուլել են, ընդ սպանել են, ընդ թմրամոլությունից պերեդոզա եղել, մեկին կախել են, մեկը քծվել է, մեկին ջրից են գտել, մեկի հերը տղունա սպանել, տղեն հորնա սպանել, ուշեմ, այդ ամեն ինչի մենք արդեն սովոր ենք։ Բայց որ Երևանի կենտրոնում ԱԱԾ-ի շենքի վրա նետում են արդեն մոլոտովի կոկտեյլը, էսի նորություն էր։ Եվ այս ամեն ինչը մանրից եռալու է։ Եռում է այսինքն, հիմա մնում եմ ասես բլթա։ Նիկոլ Փաշինյան, այս ինչի վերածեցիք մեր երկիրը։
ինչի վերածեցիք մեր երկիրը։ Բայց ես ձեզ ասում եմ, հունիսի 8-ին Հայաստանը ունենալու է հզոր բանակ, ոչնչացվելու է կոռուպցիան, ու գիտեք ինձ ձեր մեզ ասած ով չէ, երբ որ մենք սահմանադրությամբ մեր հայերս կընդունենք, որ էլ չկա ցմահբանտարկություն կամ մահապատիժ, եւ առաջի պունկտը կլինի, որ կաշառակերության համար ասում է ազգի դավաճանության հոտված եւ դա մահապատիժ է, հələ տենամ այդ ով է վերցնելու այդ կաշառքները։ Կլինեն վերցնողներ, բայց այն մնացածը որ տենան իրանց հետ ինչ է լինում, այս ժամանակ հաստատ արմատախիլ կլինի ձեր լեզվով ասեմ Նիկոլ Փաշինյան կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում։ Ժողովուրդ ջան, մի բան էլ ասեմ, ռևանշը, որ ձեր բարեկամ Նիկոլ Փաշինյան, Ալիևը ու Էրդոգանը, որ ռևանշիստներից են խոսում, ուրեմն օֆիցիալ հայտարարում եմ, մենք ռևանշիստներ ենք։ Ռևանշը սկսելու է Ղարաբաղ կոմիտեի անդամներից, որ քանդեցին, սկսին քանդելը մեր երկիրը, եւ ռևանշը սկսելու է Ադրբեջանից։ Ես եմ ասում, տեսեք, դուք խաղաղության գնացեք։ Արցախը Հայաստանը եւ վերջ, արցախցին պետք է ապրի իրեն տանը եւ վերջ։ Գերբնի վրա էլ մեր զինանշանի վրա էլ Մասիս լեռը միշտ լինելու է, իսկ մենք Թուրքիայից պահանջելու ենք մեր հայկական հողերը եւ այրան համար պատասխան են տալու։ Դուք հանգիստ խաղաղության գնացեք։ Դե հիմա թող ժողովուրդը քցի բռնի իրեն հոգեհարազատ Արտուր Ֆարմանյանի գաղափարն է, թե ձեր սահմաններ բացելը, գյուղմթերքներ մուծելը, ժողովրդին սննկացնելը, վերջում էլ Հայաստանը հանձնելը։ Թող ժողովուրդը ինքը որոշի, եւ ժողովուրդը կորոշի հունիսի 7-ին 2026 թվականին։ Իսկ վերջում, սիրելի բարեկամներ, ես բոլորիդ մինչև ասեմ ստեսություն, լսենք այս հիանալի երգը, խնդրեմ։ Իմ սուրբ հայրենի դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, իմ սրտի միջից, թե սիրտս ճեքես, դրոշիդ բոցը պիտի հուրրա, չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, սակայն իմացիր հայրենիքի մեջ, քեզ 100 տեղով խոցեց թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոցվեց, ես ամբողջովին քոն եմ հայրենի, ինձնից չի մնա Ժողովուրդ ջան, շատ հիանալի երգ է մեր մեծն գրողի բառերով։ Ուզում եմ ասեմ հետևյալը. կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե Արցախահայությունս, կեցե Ջավախկահայությունս, կեցե հայկական Արցախս, կեցե Մասիս լեռս, Սուրբ Մասիս լեռս, կեցե մեր ավագ քույրեր եւ եղբայրները, մեր սիրելի տատիկ եւ պապիկները, ձեր ցավը տանեմ, պինդ եղեք, ամուր եղեք, կեցե մեր առաքելական Սուրբ եկեղեցին։ Ստեսություն, հույսով եմ կհանդիպենք, Աստված մեզ բոլորիս պահապան։ Պինդ եղեք։